ընդհանրելու է մեր վերջին թեման։ Խոսելու ենք կոնկրետ մեր ընկերության սրտի մասին։ Ես կուզենամ հարց ուղղեմ ձեզ, դուք ինչ կարծիքներ կան, ընկերության սիրտ ասելով ինչը նկատում եք, ինչ պատկերացող մեր բառեր կազմածով կարող է։ Ընկերության սիրտը։ Community մարդիկ, մոտիվացիա, իսկ ավելի կոնկրետ ձեր նշածները ինչ-որ դուք նշեցիք, կարելի է ամեն ինչը միավորել մեկ ամբողջականության մեջ ու անվանից, որ կոնկրետ մեր ընկերության սիրտը դա համարվում է ընկերության միսիա, առաքելությունը, այսինքն թե ինչու՞մն է կայանում մեր ընկերության կոնկրետ առաքելությունը, ինչի համար է դա ստեղծվել ու ինչ է մեզ սպասում, սենց ասած, նաև մեր ընկերությունը։ Դա ուղղակի միսիա ասելը ուղղակի բառեր չեն և կոնկրետ թե ինչու՞մ է կայանում ընկերության մեր միսիա, մեր ընկերության առաքելությունը կպատմի մեր հաջորդ սպիկերը, մարդ ով հարյուրավոր մարդկանց մոտիվացնելով, հարյուրավոր մարդկանց իր հետ միասին օգնելով, այդ մեր ստաբիլիցիի նշանը որ կա չէ, օգնելու, այդ ձևով օգնելով առաջ է տանում ու միասին հասնում ենք մարդունքների, իմ լավ ընկեր, իմ կուրատոր նաև դիմավոր է որ ծափարություններով բավական Գրիգորյան։ Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորի, շատ ուրախ եմ, որ բոլորը այստեղ եք, ու այն մարդիկ, ովքեր այսօր չեն եկել, չեն մասնակցում մեր այսօրվա թեմաներին, իրենք շատ մեծ բան կորցրեցին իրենց հարստության կանխիկը իմանալու հնարավորությունը։ Եվ մեզանից յուրաքանչյուրը, երբ որ մուտք է գործում ցանկացած բիզնես, կապ չունի ինչ բիզնեսի մասին է խոսքը, պետք է վերցնի մաքսիմալը և իրենց սպոնսորներից, և այն մարդկանցից, ովքեր հիմնել են հենց այս ընկերությունը։ Այսօր ես կխոսեմ, ինչպես նշեց Վարամը, մեր ընկերության միսիայի մասին, քանի որ դա շատ կարևոր է ու վստահ եմ բոլորիդ հետաքրքիր է, թե ինչ առաքելություն է անում ընկերությունը և որն է առաքելության այն կետերը, որը մեզանից յուրաքանչյուրին կարող է հասցնել մաքսիմալ մեծ արդյունքների։ Տեսնում եք սլայդում, կա մարդիկ, որ ճանաչում են։ Իսկ կա մարդ, որ չի ճանաչում եք դարի միջի մարդկան, մարդուն ավելի ճիշտ։ Մեր նորեկը ճանաչում են, արդեն հա։ Իսկ կան մարդիկ, ովքեր անձամբ նկարվել են և շփվել են, նույնիսկ հարցեր են ուղղել մեր ընկերության պրեզիդենտին, ավելի շատ են այդ մարդիկ։ Քեզ էլ եմ հաշտում, Բաշակ ջան։ Ովքեր չգիտեն, ասեմ, որ նկարում պատկերված է մեր ընկերության պրեզիդենտը, մեր ընկերության հիմնադիր տնօրենը, ով ստեղծել է մեր ընկերությունը և ում շնորհիվ մեզ հնարավորություն են ձեռված աշխատելու և համագործակցելու ընկերության հետ։ Մասնագիտությամբ իրավաբան է մեր պրեզիդենտը և 2008 թվականին սկսել է զբաղվել բիզնեսով, իսկ արդեն 2012 թվականին սկսել է իր կարիերան MLM բիզնեսում։ Նա համարվում է մեր Stability International Platform ընկերության հիմնադիր տնօրենը, շատ լավ պրոֆեսիոնալ մարզիկ է և նրա համար ամենակարևորը որն է անձնական և հոգևոր աճը, ինչպես նաև առողջ ապրելակերպը, ամուսնացած է և 2 երեխաների հայր է։ Այս մասով կուզենայի մի հատ բան ասել, 4-րդ մոդուլի ժամանակ, երբ որ մենք առաջին անգամ տեսանք մեր ընկերության պրեզիդենտին, նա այնտեղ էր իր կնոջ և 2 երեխաների հետ, ու ես այնտեղ մի հատ շատ կարևոր բան նկատեցի, իր անհատական մոտեցումը, իր անհատական վերաբերմունքը իր երեխաների հանդեպ։ Մենք հայերս ինչպես ենք մեր երեխաներին, չենք թողում, չէ՞ մի քայլ եկող մնան մեզանից, որովհետև կարող է ընկնենք։ Իսկ այնտեղ մի ամբողջ մեծ հսկայական ծովի ափին իր երեխաները
էր տալիս հենց այն դաստիարակությունը, որը տալիս է մեր ընկերության պրեզիդենտը իր երեխաներին։ Հաջորդ սլայդում մենք տեսնում ենք ընկերության առաքելությունը։ Ինչ առաքելություն ունի մեր ընկերությունը։ Այ օրինակով կաս, ինչ առաքելություն ունի։ Ահա, ուրիշ։ Համախմբելու։ Այո, ընկերությունը հնարավորություն է տալիս մարդկանց յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս զարգանալու եւ իր անձը ավելի ուսուցանելու եւ ավելի գրագետ դարձնելու։ Մեր ընկերության հնարավորությունները շատ են եւ երբ որ մեր միջոցառման ժամանակ մասնակցեցիք, մեր սպիկերների շատերը նշեցին ընկերության առավելությունները, թե ինչ առավելություններ ունի եւ ինչ հնարավորություններ է տալիս մեզ։ Ասենք մեր հաջորդ սլայդին, որոնք են ընկերության արժեքները։ Այ օրինակ կթվարկեք ինչ արժեքներ գիտեք։ Սլայդը արդեն հուշում է, հա։ Կարտացեք։ Այ օրինակ ձեր համար ինչ արժեքներ ունի ընկերությունը։ Հա։ Հաս։ Ուրիշ ինչ արժեքներ գիտեք, ով կասի, ով կուզենա հենց իր համար կարևոր արժեք ասի։ Այսինքն, հոգևոր աճ, անձնական զարգացում, առողջություն, հարաբերություններ, ֆինանսներ, ազատություն և բարեգործություն։ Այստեղ մեզանից յուրաքանչյուրը իրոք զարգանում է։ Իրոք մեզանից յուրաքանչյուրը կարող է անձնական աճ ունենալ, իսկ որն է դա։ Ես հիշում եմ, երբ որ առաջի անգամ եկա ընկերություն, նույնիսկ ամաչում էի միկրոֆոնը բացել խոսելուց, որովհետև հիմնականում այն ընկերությունները, որտեղ որ մենք աշխատել ենք, եղել է ուղղակի օնլայն գրելով։ Ու ես վստահ եմ, այստեղ ձեզ մեջ կան շատ մարդիկ, ովքեր ամաչում են խոսել, նույնիսկ կամերան բացել ու ինչ-որ կարծիք արտահայտել, կան նման մարդիկ։ Այո։ Ասեմ, որ այս ընկերությունը հենց ձեր զարգացման առաջին վախը կոտրելու տեղն է, քանի որ ես իմ մեջ հատարեցի այդ վախը եւ այսօր նույնիսկ կարող եմ խոսել, կարող եմ անվերջ խոսել ու չամաչել։ Դա հենց անձնական աճի զարգացումն է։ Մյուսը ֆինանսապես աճը, այսինքն մարդիկ կարողանում են տանը իրենց երեխաների հետ միասին աշխատել և կարգավորել իրենց ֆինանսական աճը։ Տեսեք, վստահ եմ, շատերս ունենք այսպիսի մի հատ խնդիր, բոլորի ամուսինները աշխատում են, ուզամ, և մարդիկ չունեն գումարի խնդիր, բայց այստեղ մի հատ կարևոր կետ կա, որ իմ համար է եղել շատ կարևոր, որ այդ գումարը աշխատեմ հենց ես։ Ես աշխատեմ այն գումարը, որը որ ուզում եմ ծախսեմ, ու ինչ ձևով ծախսեմ։ Ամենասկզբից տպավորությունը սենց է, աշխատեմ ծախսեմ, չէ որ իմ մոտիվացիան հենց սկզբից դա էր, բայց այս ընկերության մեջ սովորելով ֆինանսական գրագիտությունը, մենք հասկանում ենք, որ գումարը միայն ծախսելու մեջ չէ, գումարը նաև պետք է ծախսել և մեր գումարի, աշխատած գումարի նույնիսկ 20%-ը կարելի է խնայել և այդ խնայողության հաշվին էլ ունենալ ֆինանսական աճ։ Համաձայն եք իմ հետ։ Ասենք մեր հաջորդ սլայդին, մեր հատակը միավորում ենք 3 ոլորտ։ Հիմա կնշեմ մեր հատակի 3 ոլորտները ու այդ յուրաքանչյուր ոլորտը միասին ավելի մանրամասն հատիկ-հատիկը ներկայացնենք։ Առաջինը որն է, անշարժ գույքը,
երրորդը բազմամակարդակային մարքեթինգ, այսինքն MLM։ Վստահ եմ բոլորը լսած կլինեք նաև MLM-ի մասին։ Իսկ հիմա եկեք հաջորդ սլայդով անցնենք հաջորդ մեր մնացած կետերին, որն է անշարժ գույքը։ Աշխարհի տնտեսության կեսը կազմում է անշարժ գույքերը։ Յուրաքանչյուր երրորդ բնակիչ վարձակալում է անշարժ գույք։ Ամեն տարի անշարժ գույքի ոլորտում ներդրումները աճում են 10-ից 15%-ով։ Եկեք միասին հասկանանք ինչ է դա նշանակում։ Այսինքն, եթե հաշվի առնենք, որ աշխարհում ամենավերակշռող մասը դրանք անշարժ գույքերն են, եւ մեզանից յուրաքանչյուրին հարկավոր է միշտ անշարժ գույք, ու շատ շատերը չունենալով այն վարձակալում են, դրա հաշվիներից մեր անշարժ գույքերը տարեկան ներդրումների քանակ աճում է 10-ից 15%-ով։ Կարող է լինել նաև տատանումներ, մի փոքր կարող է նույնիսկ տոկոսային հարաբերությամբ իջնել, բայց հիմնականում տարեկան ամեն տարի անշարժ գույքի ոլորտում ներդրումների աճը աճում է 10-ից մինչև 15%-ով։ Հաջորդը IT ոլորտը։ Այստեղ կա մարդիկ, որ ինտերնետ չունեն եւ ոչ մի տեսակի Հայկ Ալեքսանյանը չունի, ելով չունի։ Չեք օգտվում ինտերնետից կամ համակարգչից։ Համես ոնց եք օգնել։ Շատ լավ։ Աշխարհի ամենամեծ ընկերությունները IT ընկերություններն են։ Օնլայն տնտեսությունը արդեն իրականություն է։ Բոլոր ոլորտների գլոբալ թվայնացումը։ Տնտեսության ամենաարագ աճող հատվածը բնակչության 60%-ը ունի ինտերնետ եւ հասանելիություն։ Այսինքն մեր Հայկ Ալեքսանյանը 60%-ից դուրս է։ Իսկ կան մարդիկ, ովքեր կարող են մնալ առանց ինտերնետի։ Կան նման մարդիկ։ Չեմ կարծում, որ այդպիսի մարդիկ լինեն։ Քանի որ մեզանից յուրաքանչյուրի զարգացումը շատ կարևոր է, որ մենք ունենանք օնլայն հարթակ, որը մեզ հնարավորություն է տալիս նույնիսկ տարբեր տեղերի գտնվելով հանդեպ համագործակցելու եւ աշխատելու։ Այսինքն տալիս է նման հնարավորություն։ Հաջորդը մեր MLM բիզնեսն է։ Տարբեր վաճառքների ծավալը աշխարհում կազմում է 200 միլիարդ USD։ 100 միլիարդ մարդ USD վճարումներ է գործընթացային ծրագրի շրջանակներում։ Եվ եկեք միասին հասկանանք, թե երբ է ստեղծվել MLM ընկերությունը։ 1934 թվականին հիմնադրվել է հենց MLM ընկերությունը, իսկ արդեն 2020 թվականին աշխարհում 120 միլիոն մարդ պաշտոնապես զբաղվում է այս բիզնեսով։ Այ օրինակ 120 միլիոն մարդ, ինչ եք կարծում, այդ մարդիկ ինչով են զբաղվում։ Ցանցային մարքեթինգով եւ վստահ եմ բոլորը տախել եք այսպիսի մի հատ հրավերների շրջանակներում, երբ որ մարդ է հրավիրում, մեզ ինչ են ասում, եթե MLM է, այսինքն եթե ցանցային է, մենք չենք ուզում։ Կա նման մարդ, որ այդպիսի մերժումներ է ստացել։ Այսինքն շատերը։ Իսկ ո՞րն է պատճառը ձեր կարծիքով։ Ինչի համար են ասում MLM-ի հետ չենք համագործակցում, ասեք։ Ասա։ Իմ կարծիքով MLM-ն ու բուրգը խառնում են իրար, էլի ֆինանսական բուրգը։ Հիմնականում ասոցացնում են ֆինանսական բուրգին հետ դա։ Իսկ ամենակարևոր ասել, որ այս թվերից ոչինչ չեն հասկանում այդ մարդիկ։ Տեղյակներ չեն։ Այո։ Եվ նրանք չեն կարողանում տարբերել MLM ընկերությունները ֆինանսական բուրգերից։ Այսօր ինչ ասել, երբ որ ասում են ցանցային ակամուր, դարձ է ցած ինչ գիտեք դրա մասին, պատասխանը կարող ասել բալ փոքր, երկու հոգին ասելա մենք չգիտենք
գիտեն, առաջի խոսում մեկից լսել են, նրանք բացարձակ տեղեկացված չեն։ Այսինքն շատերը տեղյակ չեն եւ նույնիսկ չեն տարբերում ամենակարևորը, ես այն է շատ ճիշտ նստել, չեն տարբերում ֆինանսական բուրգերը MLM ընկերություններից։ Ասենք մեր հաջորդ սլայդին, բիզնեսի հեռանկարները։ Հաջորդ սլայդին։ Անշարժ գույքի կապիտալիզացիան աշխարհում 280 տրիլիոն USD է։ Իսկ IT ոլորտի կապիտալիզացիան աշխարհում 20 տրիլիոն USD է։ Իսկ տուրիզմի կապիտալիզացիան աշխարհում 10 տրիլիոն USD է։ Շուկայի առաջատարները միջինում զբաղվում են շուկայի 5%-ը, զբաղեցնում են 5%-ը։ Եկեք այս մասով հասկանանք, այսինքն մեր ընկերությունը ինչ ուներ, անշարժ գույք, ուներ IT ոլորտ, ուներ MLM ընկերություն և մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի նաև հանգստանալու չէ անշարժ գույքերում։ Եվ եթե պատկերացրեք, ուղղակի մտովի պատկերացրեք, եթե մեր ընկերությունը վերցնի այս շուկայի ամենը 1%-ը, 2%-ը, լավ 3%-ը, մաքսիմում 5%-ը, այստեղ ինչքան մարդիկ կլինեն միլիոնատերեր, եթե ոչ միլիարդատերեր։ Ինչքան մարդիկ կլինեն, որ ընկերության մեջ ունենան մենեջեր, դիրեկտոր ու ավելի բարձր ստատուսներ։ Իսկ դուք տեսնում եք ձեզ այդ մարդկանց մեջ։ Ով չի տեսնում։ Եվ վերջում եկեք անցնենք մեր հաջորդ սլայդին, նոր հնարավորությունները։ Մենք բացում ենք դռները եկամտաբեր անշարժ գույքի աշխարհում։ Քանի որ մեր ընկերությունը աշխարհում միակ ընկերությունն է, որը այս ամբողջ կետերը համախմբվելով մեկ ընկերության մեջ մեզ տալիս է այնպիսի հնարավորություն, որ մենք կարողանանք օգտվել մաքսիմալ եւ անշարժ գույքերից, եւ հանգստից, եւ տանից աշխատելու առավելությունից։ Մենք ստեղծում ենք գլոբալ էկոհամակարգ մարդկանց համար։ Մենք դարձնում ենք աշխարհը ամենալավը։ Համաձայն եք մեր հետ։ Այնպես որ օգտվեք առիթից, քանի որ այս հնարավորությունը ձեզ տրված է, մի բաց թողեք այս հնարավորությունը, երազեք ավելի մեծ, շատ մեծ, որովհետև իրոք իրականանալու են այն երազանքները, որոնք որ ձեր մտքով անգամ չեն անցնում։ Շնորհակալություն, եկեք բավականին նորից մի հատ բողոքապարը համար ներկայացնելու, թե ինչու ներկայանում